Արդեն որերորդ կիսամյակ է ես, Դավիթը եւ Էլինան փորձում ենք պարզել Հայաստանում տիրող գենդերային խնդիրները, իբր ինչ։ Սակայն շարունակ ծեծելով այս թեման հասկացանք, որ արդեն իսկ ժամանակն է քննարկել հայ-վրացական հարաբերությունները։ Կամարջոբա։ Մնացեք մեզ հետ։ Հայերը պատմականորեն կարևոր դեր են խաղացել Վրաստանի մշակութային, քաղաքական եւ տնտեսական կյանքերում։ Այս 2014 թվականի մարտահամարի երկրում ապրում է մոտ 168,000 հայ, ինչը հայկական համայնքը դարձնում է Վրաստանի ամենամեծ փոքրամասնություններից մեկը։ Թեև հայերի ներկայությունը Վրաստանում նշմարվել է դեռ հնագույն ժամանակներից, հայ-վրացական համագործակցության սկիզբը պայմանավորված է համարել 4-րդ դարը, երբ Պրուբսիմյան կույսերի Սուրբ Նունեն Վաղաշապատից մեկնել է Վրաստան քրիստոնեություն քարոզելու։ Այդ համագործակցությունը խորացել է դարերի ընթացքում, դրսևորվելով եկեղեցական, գրական եւ կրթական ոլորտներում։ Վրացերեն առաջին աստվածաշունչը թարգմանվել է հայերենից, իսկ հայկական դպրական ավանդույթներն օրինակ են ծառայել վրաց մշակույթի զարգացման համար։ 11-րդ դարում Անիի անկումից հետո սկսվել է հայերի զանգվածային գաղթը դեպի Վրաստան, հատկապես Թիֆլիս, որտեղ ձևավորվել է Հավլաբարի կամ Հավլաբար կոչվող հայկական թաղամասը։ 19-րդ դարում հայերը կազմել են Թիֆլիսի տնտեսության հիմնական հենքը։ Հայ առևտրականներն ու մտավորականները՝ Մանթաշևը, Արամյանցը, Խաչատրյանը, Փարաջանովը եւ ուրիշներ իրենց գործունեությամբ նպաստել են ոչ միայն քաղաքի, այլև ողջ Անդրկովկասի մշակութային ու տնտեսական վերելքին։ Այս պատմական հիմքի վրա էլ ձևավորվել է վրացահայ համայնքի ինքնությունը։ Եվ այսպես, ուսումնասիրելով այս երկու ազգերի դարավոր պատմությունը առաջանում է այսպիսի մի հարց. Ինչ դեր եւ ազդեցություն է ունեցել հայկական համայնքը Վրաստանի տնտեսական, քաղաքական եւ մշակութային կյանքերում եւ ինչ կարգավիճակում է այն ներկա պահին։ Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ կստանանք շատ շուտով։ Էլիզե։ Մադրոպ տարամ, այստեղ եղանակը կարծես կայծակնային է, սակայն անցնենք դպրության եւ մշակույթին։ Թբիլիսիի հայ համայնքը դարեր շարունակ պահպանել է իր ինքնությունը մշակութային կենտրոնների ու դպրոցների միջոցով։ Ներսիսյան դպրոցը դարձել էր կրթության եւ ազգային ինքնության խորհրդանիշ, միավորելով եվրոպական կրթական մոդելը հայկական ճարտարապետությամբ։ Վերնատունը Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ ազգային միասնության ու գրական ներսմուտքի կենտրոն էր։ Չնայած հայ համայնքը ծավալում էր բուռն մշակութային գործունեություն, ներկա պահին պատկերը մի փոքր այլ է։ Ըստ Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանա Տեր Սամվելի, Թիֆլիսի հայ համայնքի մեծամասնությունը չի խոսում հայերեն, որի հետևանքով հայկական կրթության պահանջարկը նվազել է ժամանակի ընթացքում։ Ներկայումս Թիֆլիսում գործում է միայն մեկ հայկական դպրոց, այն էլ եկեղեցու հավանավորությամբ։ Երկու սրահեր ունենք, որտեղ ուրեմն խմբակներ են գործում, շաբաթօրյա, կիրակնօրյա դպրոց ունենք նախակրթարան, մոտ 50, 40, 50, 30 իջնում է տատանվոտ թվով, այսինքն պատրաստում ենք աշակերտներ հայոց դպրոցի համար, որ չփակվի այս դպրոց։ Եթե մենք այստեղ չաշխատենք, չի հավաքվում 13-14 աշակերտ, որ միակ գործող հայոց դպրոցը ուրեմն չփակվի։ Ինչպես նշեց Տեր Սամվելը, հայ համայնքի մշակութային ժառանգության պահպանման գործով ներկայումս զբաղվում է եկեղեցին, ինչը փաստում է եկեղեցու հույր կարևորության մասին հայկական ինքնության պահպանման գործում։ Խոսքը փոխանցում եմ քեզ, Արամ։ Շնորհակալություն Էլիզե։ Ինչպես որ հայ համայնքը ունի 100-ամյակների պատմություն Վրաստանում, այնպես էլ հայ եկեղեցին։ Ավելի քան 150,000 հայ բնակչություն ունեցող այս երկիրը չէր կարող անմասն մնալ հայ առաքելական եկեղեցուց։ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշում է, որ հայապահպանության հարցը Վրաստանում ամուր հենված է եկեղեցու վրա։ Վերջին տարիներին վերակառուցվել են 35 տաճարներ մայրաթոռի ուղղակի աջակցությամբ։ Հայ եկեղեցին սեր կապեր ունի նաև վրաց եկեղեցական եւ մշակութային գործիչների հետ, ովքեր նույնպես աջակցում են հայ առաքելական եկեղեցու բարգավաճմանը Վրաստանում, սակայն ամեն բան այդքան էլ ուրախ չէ։ Քահանան նշում է, դժվար է աշխատել բարեկամ երկրում, որի եկեղեցու ներկայացուցիչներից շատերը թշնամաբար են տրամադրված քո եկեղեցու հանդեպ։ Պատճառը մի շարք հայկական եկեղեցիների վրացականացումն է, որի համար հստակ պատճառ չի նշվում։ Ժամանակին տասնյակ հայ եկեղեցիներ են կառուցվել, որոնցից շատերը կամ խոնարհվել են, կամ անցել են վրաց սպասարկման տակ, նշում է Տեր Սամվելը։ Շամփորեցուց Կարմիր ավետարանը ինքն իրան քանդել, չտվեցին մեզ որ սարքին։ Հիմա մի հատ Սուրբ Մինաս կա այստեղ, Երևանցու Սուրբ Մինասն ասում այստեղ։ Ինքը հարավ բան է, ուղղանկյուն առանց պետք է զարգացնելով եկեղեցի։
Այդ Խոջիվանքի Բազիլիկա։ հա Խոջիվանքի եկեղեցին հիմնավոր Բերան քանդելա տեղը սարքելա բան շախմատի տուն հետո Պարտես հիմա Սամեբաներից այդ մեծ տաճարը որ կա հայ գերեզմանների վրա կառուցված տաճարը մի մասի Սակայն լարվածությունը նկատելի է նաև այլ ասպեկտներում, ինչպիսին է հայ-վրացական եկեղեցիների մոտեցումը վերամկրտությանը։ Պրոբլեմները կա, գիտեք, վերամկրտության եւ այլն, եթե հայ աղջիկը գնում է վրաց ընտանիք, վերամկրտում են, բայց երբ որ մեր հայ տղան վրաց աղջիկ է բերում վրացի, մենք չենք վերամկրտում։ Դիտարկելով քահանա Տեր Սամվելին որպես եկեղեցական մարմնի ներկայացուցիչ եւ հաշվի առնելով նրա բացասական կարծիքը հայկական համայնքի ներկա իրավիճակի վերաբերյալ, առաջարկում եմ նայել իրավիճակին քաղաքական տեսանկյունից։ Այդ մասին կխոսի Մերի Սարգսյանը։ Հասկանալու համար, թե ինչպես է Վրաստանի քաղաքական իրավիճակը ազդում հայ համայնքի կյանքի վրա, պետք է առանձնացնել երկու տեսակի քաղաքական ազդեցություն՝ արտաքին եւ ներքին։ Արտաքին քաղաքականությունը իրենից ենթադրում է Վրաստանի եւ Հայաստանի պետական հարաբերությունները, որը ոչ միշտ է եղել բարի դրացիական։ Օրինակ 1918 թվականին տեղի ունեցավ հակամարտություն, որի արդյունքում հայերը արժանացան թշնամական վերաբերմունքի։ Սա էլ հաստատում է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջև տեղի ունեցած լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ հայ համայնքի կյանքի վրա։ Այնուամենայնիվ, ինչքան էլ Վրաստանը Եվրատեսիլում չի տալիս 12 միավոր Հայաստանին, վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները եղել են բարի դրացիական, լի տարբեր համագործակցություններով, որը իր հերթին ձևավորել է այսպես կոչված բարեկամական կարգավիճակ երկրների մեջ եւ դարձել վրացական վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ ավելի ողջունելի եւ դաշնակցային։ Մյուս կողմից Վրաստանի ներքին քաղաքականությունն է 2024 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ խորհրդային ընտրությունները, որի արդյունքում ընտրվեց Վրացական երազանք խուսակցությունը, որ իր հերթին մեղադրվում է ռուսամետ լինելու մեջ։ Սկսվեցին մասսայական ցույցեր եւ այսպիսով հարց է առաջանում. ինչքանով է հայկական համայնքը Վրաստանում ներգրված այս բուռն քաղաքականության մեջ։ Ինչպես Հայ քաղաքական գործիչներ, քաղաքականության մեջ հայ։ Ես գիտեք ինչ, ես համարում եմ վրացական թերթերը, Հայաստանի թերթերը, երբ որ իմ հետ հայացազրույց են լսում, ինձ ասում են, որ հայտնի քաղաքական հասարակական գործիչ, այո, ես եղել եմ մի քանի գումարման դեպուտատ, ես եղել եմ Վրաստանի նախագահի խորհրդական, ունենք, բայց ես միշտ ասում եմ մի բան, արա մի քիչ մեծացեք ձեր հայկականից, էլի, եղիր հայկականը, գնա վրացական քաղաքական կուսակցության անդամ դարի, չգիտեմ ինչ ընդեղ դարի, որ այդ կուսակցությունը մեր հարցերը բարձրացնի, այլ ոչ թե հայկական բարեգործական կամ հայկական ինչ-որ կրոնք ընկերություն, ոնց ձեզ հասկացնեն, էլի։ Վկայություններ կան, որ անցած ընտրություններում վրացական իշխող կուսակցությունը ուներ ընդամենը 2 հայ տեխնացու։ Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ փոքրամասնությունների ընդամենը 22%-ն է զգում, որ որևէ քաղաքական իշխանություն ներկայացնում է իրենց շահերը, համեմատ անցյալ տարիների 40%-ի։ Մինչդեռ շատ զեկույցներ կան, որ հայերը զգում են իրենց անտեսանելի Վրաստանում, որի պատճառը այսպես կոչված արմենոֆոբիան է, որ իր հերթին հանգեցրել է, որ շատ հայեր թաքցնում են իրենց ազգանունները։ Իսկ ինչը վերաբերվում է արմենոֆոբիայի առաջացման պատճառներից կարող է լինել հայկական համայնքի ջավախքի նկատմամբ տարածքային պահանջները, որը իր հերթին կարող է առաջացնել անհանգստություն եւ լարում երկու ազգերի միջև։ Ջավախքը Հայաստանը ոնց որ ճիշտ չի։ Ես ներողություն եմ խնդրում, էլի, ես ինչ ես գոռում բոլորին, որ այս հողը, որ այսօր Վրաստանն է, սա իմն է։ Ինչի ես գոռում, հա, այնտեղ հայերն ապրում ու մերն է, հողը նրան է, որը մշակում է։ Ջավախքում հողը մշակում են Պետրոսյանները, բոլորը մեր մարդիկ։ Ինչ ես հիմա ուզում ես սա, Ղարաբաղ չկա, հիմա նոր Ղարաբաղ ենք ուզում, հա, երևի։ Շնորհակալություն Մերի։ Trust issues Վրաստանում կա վստահելիության խնդիրներ։ Այսօր ես Ալենս ձեզ հետ կխոսամ հայ-վրացական տնտեսական հարաբերություններից, ինչու վրացիները ասացին ստեցություն լարին եւ գամար ջոբա դոլարին։ Սովետական միության ժամանակ տնկած սերմերը հիմա են իրենց արդյունքը տալիս։ Վրաստանը դոլարիզացված է, դա խնդիր է թե հայ համայնքի, այնպես էլ Հայաստանի համար։ Հուսանք մեզ չեն սպասվում դոլարի գնով խինկալիներ։ Ֆոնդային բորսայից ավելի ցածր միայն դեմոկրատիան է Վրաստանում 2011 թվականից երկիրը շեղվել է իր արժեքներից, ըստ վերջի հարցումների վրացիները ունեն ֆավորիտներ եւ ի տարբերություն Ադրբեջանի հայերը այդ ցուցակում չեն։ Վրաստանը պատանդ է արտաքին աշխարհին։
վրացական ինֆլյացիան չի պատասխանում գործազուրկության փոփոխություններին, սա ֆենոմենալ երևույթ է եւ խնդիր է հայերի համար։ Եթե տեմպերը շարունակվեն, հայերը ստիպված լինելու հավերժ աշխատել շուկաներում եւ բանվորություն անել, եւ հակառակը նրանք, ովքեր օրինական աշխատողներ են, կամ ռապնդվեն իրենց դիրքերում կամ կլքեն երկիրը։ Այդ իսկ պատճառով մեր թիմը հարցում է անցկացրել Թիֆլիսում հայ վաճառականներից եւ եկել ինչ եզրակացության։ Այսպիսով, ապրանքները, որոնք հայերի ձեռքում են, մեծամասամբ բանջարեղենն է, անտիկ սովետական ապրանքները, գործածներն ու փայտագործությունը։ Լեզվի իմացությունը կամ էթնիկ պատկանելությունը շուկայում մեծ դեր չեն տանում։ Մարդիկ օգտագործում են բոլոր մեթոդները իրար հասկանալու համար։ Մինչդեռ դիսկրիմինացիան գնալով նվազում է, դրան հակառակ կա նաև պոզիտիվ դիսկրիմինացիա տարեց հասարակության կողմից ուղղված հայերին, այսպես ասած, հայերի ապրանքը ուրիշ է։ Գագիկ Սուրյանյանը մեզ այսօր խոսքեր տվել լավ եղանակ, սակայն մենք վստահաբար չենք սխալվի մեր կանխատեսումների մեջ։ Որտեղից այսպիսի վստահություն։ Ասեմ, հաշվի առնելով մեր կատարած հարցազրույցները հայ համայնքի 3 կարևոր բաղադրիչների՝ ժողովրդի, մամուլի եւ եկեղեցու հետ, եւ կապակցելով այդ ամենին թմակիցների կատարած հետազոտական աշխատանքների հետ, կարող ենք եզրակացնել ընդամենը մեկ բան. հայ համայնքը ունի այն ազդեցությունը ու կարևորությունը, ինչ այն ուներ առաջ։ Էլինա Ջանազյան, ժամալրատվական, Թիֆլիս, շնորհակալություն։ Մադոկտարամ, այստեղ եղանակը կարծես կայծակնային է։ Թբիլիսի հայ համայնքը դարեր շարունակ։ Գրթական ու մշակութային գործիչների Ֆրա։ Եվ այս Դե բարև ձեզ, ասենք դե ինչ դժվար է։ Էլիզե Իմանի։ Էլիզե։ Էլիզե։ Տրիոլե, հա? Էլիզե Տրիոլե։